Աբու Դաբիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչ են խոսել, ինչ են քննարկել, եկեք միասին հասկանանք։ Նախ եւ առաջ երկու կողմերը ողջունել են այս խաղաղության գործընթացը, լինենք անկեղծ, կարևորել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվող այս առևտուրը, չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանից նավթամթերք է գալիս Հայաստան, երրորդ երկրներից էլ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի այդ ներկրումը նույնպես ողջունելի գործընթաց է։ Նրանք նաև խոսեցին երկու ժողովուրդների միջև այս, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր ասում են այո, այս խաղաղությունը մեծ տնտեսական հզորություն է բերելու, ոչ միայն մեր ժողովրդին է վերաբերվում, այլև Ադրբեջանի ժողովրդի մեջ նաև ժողովրդյանեն անկեղծ մարդիկ կան, ովքեր վստահ չեն այս ամենի մեջ, դա նորմալ է, ժամանակի ընթացքում կտեսնեն, իրանք էլ կհամոզվեն, ես վստահ եմ։ Նաև խոսեցին, որ պետք է սկսել եւ աշխատանքներ տանել ու արդեն իսկ աշխատանքներ տարվում են Թրամփի այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։ Ու ժողովուրդ ջան, արձանագրենք ու հասկանանք մեկ բան, որ այլևս որևէ ռազմական հայտարարություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև չի լինում, ու սա արդեն իսկ ապացուցում է, որ օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը այլևս անփոխելու է, այսինքն այլևս չի փոխվի այս գործընթացը։ Էլ ինչ ասենք, ժողովուրդ ջան, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ Նիկոլ վարչապետ։